Բարեկամներ, ողջույն։ Վաղը աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկը, եթե ոչ ամենաազդեցիկը, Միացյալ Նահանգները նշելու է իր անկախության 250-ամյակը։ 2.5 դար լեցուն հաղթանակներով, ձախողումներով, վերելքներով ու ճգնաժամերով, պատմական սխալներով ու դրանք հաղթահարելու համառ կամքով։ Ընդհանրապես, Միացյալ Նահանգների ճանապարհը երբեք չի եղել հարթ եւ անամպ։ Այն անցել է գաղութատիրության ժառանգությամբ, ստրկատիրության խարանով, քաղաքացիական պատերազմի, ռասայական ահավոր խտրականության, հասարակական խոր բաժանումների եւ բազմաթիվ այլ պատմական շատ լուրջ փորձությունների միջով։ Սակայն հենց այդ դժվարությունների հաղթահարման ընթացքում է ձևավորվել այն պետությունը եւ այն ժողովուրդը, եթե կուզեք, որի հիմքում ընկած են մարդու հիմնարար իրավունքները, ազատությունները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը եւ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական կատարելագործումը եւ տարածումը աշխարհով մեկ։ Ընդհանրապես, Ամերիկայի ուժը միայն նրա տնտեսական կամ ռազմական ներուժի մեջ չէ, հավատացեք, այդպես չէ։ Նրա ամենամեծ ուժը սեփական սխալներին առերեսվելու, դրանք քննարկելու, ավելի արդար հասարակություն կառուցելու եւ պատմությունից դասեր քաղելու ձգտման մեջ է։ Ամեն ժողովուրդ չէ, որ կարող է ասել, գիտեք ինչ, մենք ստրկատիրություն ենք ունեցել, մենք դատապարտում ենք այդ ամենը, ավելին հիմնադիր հայրերը այդ երկրի ոմանք ունեցել են ստրուկներ եւ այսօր մի շարք նահանգներում այդ հիմնադիր հայրերի արձանները անգամ հեռացվում են ասելով, որ նրանք ստրկատեր էին։ Իհարկե, որքանով է դա արդար, այսինքն 21-րդ դարի հայացքով նայել ինչ էր կատարվում 1700-ականների վերջ, դա թողնում եմ ձեր դատին, բայց ուզում եմ ասեմ, ամեն հասարակություն չէ, որ դա ընդունում է եւ կարող է հաշտ ապրել այդ գաղափարների հետ։ Այդ պատճառով իսկ այսօր ազատությունը, մարդու արժանապատվության պաշտպանվածությունը եւ անհատի իրավունքները ոչ միայն ամերիկյան արժեքներն են, այլև համամարտկային չափանիշներն են, որոնք տարածում է Միացյալ Նահանգները եւ որոնցով եւ գնահատվում են տարբեր պետություններ ու հասարակություններ, ժողովրդավարական մակարդակը։ Հայկական տեսանկյունից իհարկե այս հոբելյանը եւս մեկ առիթ է խորելու մեր ներկայի ու ապագայի մասին։ Պես հայկական հայացք նետենք դեպի Միացյալ Նահանգներ, մանավանդ պատմական այս հանգրվանում, երբ որ կապերը շատ ամուր են, նոր հեռանկարներ են բացվում, մեր տարածաշրջանը շարունակում է ապրել բարդ ու վտանգավոր ժամանակներ, սակայն հենց այս պատմական փուլում Միացյալ Նահանգները կարծես փորձում են աջակցել Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական բարեփոխումներին եւ տնտեսական զարգացմանը։ Դա կարելի է դիտարկել որպես պատմության կողմից մեզ տրված եւս մեկ հնարավորություն կառուցելու ավելի անվտանգ, ավելի կայուն, ավելի մրցունակ պետություն։ Իսկ թե երբ էր առաջին տրված հնարավորությունը, դա պատմությունը քիչ թե շատ ուսումնասիրող մարդիկ կարծում եմ կհասկանան։ Ինչևէ, ներկայիս այս աջակցությունը միայն ֆինանսական ծրագրերի կամ դիվանագիտական նախաձեռնությունների մեջ չէ, այն նաև արժեքների փոխանցման մեջ է իրավական պետության, անկախ դատարանների, հաշվետու կառավարման, ազատ արդար մամուլի, խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղության մեջ է։ Ցավոք, այս արժեքներն ու գործելակերպը դեռ ամբողջությամբ չեն արմատավորվել մեր հասարակության մեջ, ավելին որոշ ուժերի համար շատ օտար են։ Սակայն հենց դրանք են այն հիմքերը կամ այն հիմքը, որոնց վրա կառուցվում է ուժեղ, անվտանգ, երկարաժամկետ, առողջ պետությունն ու պետականությունը։ Ընդհանրապես մենք հաճախ ենք գանգատվում, լսում ենք առօրյայում, օրենքի երկիր ենք ուզում, օրենքի երկիր է պետք կառուցել, չէ՞։ Ամեն երկրորդը, եթե ոչ բոլորը, օրենքի բացակայությունից են գանգատվում։ Բայց որքանով են այդ նույն մարդիկ կամ մեր հասարակությունը, որքանով է պատրաստ ապրել իրական օրենքի պայմաններում։ Խորապես համոզված եմ, որ մեզանից շատ շատերը դեռ պատրաստ չեն։ Ընդհանրապես 15 տարի Միացյալ Նահանգներում ապրելով մի քանի բան եմ հասկացել։ Այս ամեն օր տեսնում եմ, թե պարզ օրինակներ եմ բերում։ Ինչպիսի հարգանք կա օրենքի եւ հատկապես ոստիկանության պահանջի նկատմամբ։ Նորից եմ ասում, պահանջի նկատմամբ, ոչ թե ոստիկանի։ Հիմա շատերը կասեն, դե ոստիկանը այնտեղ իր վաստակը, իր ձևով, նիստուկացով այդ հարգանքը վաստակել է, մի հատ մեզ մոտ նա ինչ է կատարվում։
Գուցե եւ մասամբ համաձայն եմ, բայց եկեք չմոռանանք, որ Ամերիկայում նույնպես ոստիկանության նկատմամբ խիստ քննադատություններ ու դժգոհություններ են հնչում, բավական է հիշել զանգվածային բողոքային ցույցերը, որոնք տեղի ունեցան սևամորթ քաղաքացիների մահվան դեպքերի հետ, բոլորովին վերջերս, երբ ամբողջ երկիրը պահանջում էր արդարություն եւ արդարադատություն, այդ Black Lives Matter ու էլի տարբեր այսպես քաղաքական ակցիաներ, տեղի ունեցան, շարժումներ, որոնք հասարակությանը բավականին լուրջ ձևով ցնցում էին։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում գործում է մի պարզ սկզբունք։ Ինչքան էլ չընդունեն ոստիկանին, եթե ոստիկանը պահանջ է ներկայացնում, դու պետք է կատարես այն լուռ։ Եթե գտնես հետո, որ այդ իրավունքները իրավական չէին եւ խախտվել են քո քաղաքացիական իրավունքները, դու կարող ես դիմել դատարան, պայքարես օրենքի շրջանակներում եւ հասնես արդարադատության։ Մեզ մոտ Հայաստանում ցավոք հաճախ հակառակ պատկերն ենք տեսնում։ Ոմանք ոչ միայն չեն ենթարկվում ոստիկանի պահանջին, այլև փորձում են նրան նվաստացնել, ամեն ինչ վերածել տղայական հաշվեհարդարի, օձիկից բռնում են քաշ են տալի, քանի կադրեր ենք մենք տեսել, այդ անընդունելի ձևաչափի։ Իսկ օրենքի երկրում ամեն ինչ սկսվում է հենց այն պահից, երբ բոլորը, թե քաղաքացին, թե ոստիկանը ենթարկվում են օրենքին, ոչ թե միայն ուժին կամ հեղինակությանը։ Օրենքի երկիր պահանջելուց անպայման եկեք հիշենք մեր, ասենք, խանութների հերթ պահելու ձևը։ Այդ օրենքի ձև է, օրինակ հացի բաժնում, ով է սկիզբը, ով է վերջը։ Տարական բաներ եմ ասում, չեմ ասում ինչև գնանք հասնենք լուրջ խնդիրներ, տարական ամենօրյա մեր պատումները, որ երբեք մենք չենք պահպանում, անձնական տարածքի նկատմամբ վերաբերմունքը, լրագրողների խոսելու ձևը պաշտոնյաների հետ, կապ չունի ընդդիմադիր լրատվական, իշխանական լրատվական, ոնց ենք մենք խոսում ղեկավարության հետ, ճառերով եւ կներեք մունաթներով։ Օրինակները շատ են։ Հայտնի դասականը ասում էր, չգիտեմ, ինչու է այդպես։ Ընդհանրապես մտածում եմ, կարող է մենք չափից շատ ազատատենչ ենք, դա է պատճառը։ Այնքան ազատատենչ, որ կանոններից դուրս ենք ապրում։ Բայց ազատությունը երբեք չի լինում պարզապես որպես անձա եւ նվեր։ Այն պահանջում է պատասխանատվություն առաջին հերթին, օրենքի նկատմամբ հարգանք, հասարակական համերաշխություն եւ ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Միացյալ Նահանգների 250-ամյակի պատմությունը դրա լավագույն ապացույցներից մեկն է, որտեղ մենք շատ բան ունենք սովորելու։ Այդ պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաբարդ հասարակություններով լի հասարակությունը, տարբեր խմորումներով լի հասարակությունը կարող է առաջ շարժվել, եթե չի հրաժարվում ազատությունից, արդարությունից եւ մարդու արժանապատվության գաղափարներից, ոչ թե ուրիշի նսեմացնելու։ Այսօրը շնորհավորելով ամերիկացի ժողովրդին, արժե նաեւ հիշել ինքներս մեր անցած ուղին, որ պատմությունը երբեմն ժողովուրդներին կարծես երկրորդ հնարավորություն է տալիս, եւ ես վստահ եմ, որ մեզ տրված է այդ հնարավորությունը։ Կարևորը կարողանանք ճանաչել այդ հնարավորությունը իրապես եւ այն վերածել ազգային հաջողության։ Թող խաղաղությունը, ազատությունը եւ ժողովրդավարությունը լինեն ոչ միայն պարզապես գեղեցիկ բարեմաղթանքներ, այլև այն ճանապարհը, որով կընթանա Հայաստանի Հանրապետությունը, հանուն իր պետականության ամրապնդման, իր քաղաքացիների, մեր բոլորի բարօրության եւ ապագա սերունդների արժանապատիվ կյանքի։ Եվ թերևս այս ամենի լավագույն ամփոփում կարող է լինել հետեւյալ միտքը, որը պատկանում է Միացյալ Նահանգների ամենասիրելի նախագահներից մեկին Աբրահամ Լինքոլնին։ Մեջբերեմ իր խոսքը։ Ասում է. «Այն, ինչ դուք հիմա ասում եք, ինձ համար անընդունելի է, բայց ես պատրաստ եմ մեռնել հանուն այն իրավունքի, որ դուք կարողանաք այդ միտքը բարձրաձայնել»։ Մտածեք այդ ուղղությամբ։